Երբ Տերը օրհնի ձեզ եղբայրս մի քիչ բան արեց այդ գործիքների մասին, մենք շուտով այդ գործիքները կգնենք ավելի մեծ փառաբանություն կունենանք եւ ընդհանրապես մեր երեխաների համար պետք է հոգ տանենք։ Մենք պետք է երեխաներին տանք տարբեր գործիքներ, օրինակ ջութակ, շատ անձնական գործիք է, ինչու մեկը ձեր երեխաներին չեք ուղարկում ջութակին, հա, կամ ուրիշ գիտար, շատ գեղեցիկ բաս գիտար, շատ գեղեցիկ գործիք է, կարծում եմ, որ կարելի է մտածել այդ ուղղության մասին, շատ է սաքսոֆոն եւ այլն, շատ գործիքներ կան, տարեք երեխաներին թող սովորեն, Տերը օրհնի ձեզ։ Եվ մենք ամեն պայմաններ կստեղծենք դրա համար, որ երեխաները դեսեն նվազեն։ Լավ, Աստված օրհնի, հիմա կարող եք նկարել, մի փոքրիկ սենց բաներ։ Ուրեմն ես ուրիշ քաղաք էինք այցելել, այնտեղ մեր եկեղեցիներից, մեր բարեկամ քույր եկեղեցիներից մեկում ձեռնադրություն կատարվեց, որպես հովիվ ձեռնադրվեց Վերնատուն եկեղեցի Լիպեց քաղաքում, շատ լավ ժամանակ ունեցանք կոնֆերենցիա, ասենք լավ քարոզներ եղան, շատ ընտիր լավ ժամանակ ունեցանք, քանի որ ես մենակ չէի, մի քանի եղբայրներ կային ինձ հետ միասին, փառք Տիրոջը ամեն ինչին համար։ Եվ այսօր մի կարևոր բանի մասին եմ խոսեմ եւ վերնագրել եմ այսպես. հաղորդակցվել Աստծո բնության հետ, ինչպես որդիներ կամ զավակներ, հաղորդակցվել Աստծո բնության հետ, ինչպես որդիներ, ինչպես զավակներ, քանի որ քույրերներ կարող են հաղորդակցվել Աստծո բնության հետ։ Եվ կխնդրեմ ձեզ հետ բացենք Ֆիլիպեցիս գիրք 2-րդ գլուխ 12-րդ համարից կընթերցեմ։ Ուրեմն իմ սիրելիներ, ինչպես որ ամեն ժամ հնազանդվեցիք ոչ միայն իմ ներկայության ժամանակ, առավել ևս հիմա իմ բացակայության ժամանակ ահով ու դողով գործեք ձեր անձերի փրկության համար, որովհետև Աստված է, որ ձեր մեջ ներգործում է կամենալու ու կատարել ըստ իր բարեհաճ ծրագրի։ Ամեն բան առանց տրտնջի եւ վիճաբանության արեք, որպեսզի անարատ Աստծո անբիծ եւ անմեղ զավակները լինեք այն կամակոր ու խոտոր սերնդի մեջ, որի մեջ պիտի երևաք որպես աշխարհում լույս տվողներ։ Կյանքի խոսքը պահելով։ Այստեղ ուզում եմ վերջացնել 16-րդ համարի միայն առաջի խոսքը կարդացի, կյանքի խոսքը պահելով։ Այս այն տեղերից է, որտեղ որպեսզի մենք հերթականությունը հասկանանք, պետք է բացատրենք, մեկնաբանենք, պետք է վերջից սկսենք, հա։ Ամենակարևոր բաներից մեկը մեր կյանքում ընդհանրապես կյանքի խոսքը պահելն է, կյանք տվող խոսքը պահպանելն է, ոչ թե մեր ֆիզիկական կյանքը պահելը, դա նաև շատ կարևոր է, բայց երբ որ կյանքի խոսքն ես պահում, դա հոգու համար ես հոգ տանում, ավելի կարևոր է, քան մարմնի համար։ Եվ մենք տեսնում ենք, որ սկսենք 12-րդ համարից, Պողոսը գրում է, որ սիրելիներ հնազանդ, ինչպես որ ամեն ժամ հնազանդվեցիք, եւ գրվում է մի բան, ոչ միայն իմ ներկայության ժամանակ, այլ առավել ևս իմ բացակայության ժամանակ։ Ես ուզում եմ մի քիչ այս խոսքերի վրա ուշադրություն դարձնենք, որովհետև գրված է ահով եւ դողով կատարեցեք ձեր փրկությունը, գործեցեք ձեր փրկությունը։ Ահի եւ դողի մասին երևի թե չխոսեմ, եղբայրն նոր մի քիչ առաջ խոսում էր հնազանդության, աստվածավախության մասին, որովհետև եթե մենք հասկանում ենք, գիտակցում ենք ով է Աստված եւ մի օրվա դատաստանի առաջ կանգնելու ենք, մեր սրտի մեջ այսպիսի մի զգացմունք, պատասխանատվության զգացմունք է գալիս, մեր ամեն քայլի, մեր ապրելակերպի եւ ընդհանրապես մեր վերաբերմունքի համար։
ամեն ինչ մենք չափում ենք Աստծո խոսքով, կյանքի խոսքով, ճշմարտության խոսքով, հասկանալով, որ մի օր դատաստանի առաջ պիտի կանենք։ Եվ Պողոսը լավ հասկանալով մարդու բնությունը հետաքրքիր մի բան ասում, ասում է, սիրելիներ, դուք գիտեք, ես լավ եմ հասկանում, երբ որ ձեր գլխին մեկը կա կանգնած, երբ որ դուք եկեղեցու մեջ եք, այսինքն իմ ներկայության մեջ, ես որպես հովիվ շատ լավ հասկանում եմ ինչ է խոսում Պողոսը, որովհետև հովի ներկայության մեջ մարդիկ մի քիչ ուրիշ ձև են։ Բայց երբ որ հովիվը բացակայվում է, նրանք մի քիչ ուրիշ վերաբերում կարող են ունեն։ Եվ Պողոսը եկեղեցին երբ որ գրում է Ֆիլիպպեցիս եկեղեցուն, նա հետաքրքիր ասում է, ինչքան ինչ որ իմ ներկայության մեջ եք ձեզ սուրբ պահում, լավ եկեք, արդար պահում, նկան ներկայացնում, առավել ևս իմ բացակայության ժամանակ այդպես վարվեք, որովհետև միայն այդպես է կատարվում փրկության գործը։ Եվ առավել ևս շատ ժամանակ մարդիկ նույնիսկ մոռանում են, որ լավ, եթե հովիվը այսօր ֆիզիկապես կամ հոգևոր առաջնորդը կամ մի եղբայր կամ մի քույր ինքը ֆիզիկապես քո մոտ չի եւ ինքը չի տեսնում քո գործերը, մենք պիտի մի բան հասկանանք, որ Աստված միշտ տեսնում է։ Կներեք մի բան ասեմ, երբևիցե մեկը ձեզանից որևէ մեկը այնպիսի մի գործողություն, մի սխալ կամ մի բան արել է, որի համար ինքը մտածել է, իսկ եթե հիմա մի եղբայր ինձ տեսներ, կամ ինչ-որ մի հոգևոր, կամ հովիվը ինձ տեսներ, ու դու ինքդ քեզ բռնացնում ես, որ դա վայել չի Աստծո զավակի, դա այն որ այդ վերաբերմունքը, այդ քայլը, այդ գործը վայել չի Աստծո զավակի, երբևիցե նման բան եղել է մեր կյանքում, թե չէ քո կյանքում, իմ կյանքում։ Երբևիցե մենք այդպես արել ենք, որ դրա համար ինքներս մեզանից ամանչ ենք, մեր արածից ամանչ ենք եւ գիտակցենք։ Երբևիցե մի բան արել ես, որ մտածես ասես, վայ կարող եմ հեռախոսս մի հատ հանկարծ զանգացել եմ, արածել եմ, մեկը լսած լինի։ Երբևիցե։ Այսինքն քո ծածուկ բաները հանկարծ բացված լինի։ Մենք նման բաների մեջ անցած ենք, թե չէ։ Եվ Պողոսը հասկանալ, որ մենք որպես մարդ, հա, նախ մենք կարիք ունենք, որ ինչ-որ մեկը մեզ առաջնորդի և հետևի մեր այդ բաներին, նախ դա ունենք, բայց երկրորդը, որ շատ կարևոր է, ավելի ճիշտ դա համար առաջինն է, որ մենք միշտ գիտակցենք, որ եթե մեր գլխին մեկը չկա, որ մեզ հետևի, առաջնորդ և այլն, ամենակարևոր բանը, որ մենք հասկանանք, որ Աստված է հետևում մեզ, և առավել ևս միշտ ավելի ուշադիր լինենք, ավելի ուժեղ լինենք, որպեսզի կարողանանք Աստծո գործը, փրկության գործը առաջ տանենք։ Ունենք Եբրայեցիս գրքի մեջ, բայց կարելի է մի հատ պատոհան բացել, որովհետև շատ շոկ է այստեղ շոկ է, այդտեղ ցուրտ է, այստեղ շոկ է։ Եբրայեցիս գրքի մեջ հետաքրքիր մի բան է գրված։ Ինչու է դա շատ կարևոր։ Իրենք սա նորպես ես հասկանում Պողոսի խոսքերը, որովհետև Եբրայեցիս գրքում նաև նա գրում է, ականջ դրեք Եբրայեցիս 13-17, ձեր առաջնորդներին և հնազանդվեք, որ նրանք հսկում են ձեր հոգիների համար որպես թե հաշիվ պիտի տան, որ ուրախությունով անեն այն և ոչ թե հառաչելով, որ դա ձեզ օգուտ չէ։ Հիմա հետաքրքիր է, որ Պողոսը նույնպես գրում է Եբրայեցիս գրքի մեջ, որ ականջ դրեք ձեր առաջնորդներին և հնազանդ եղեք նրանց։ Սա նորմալ բան է, սա ընդհանրապես գրված կա եկեղեցիների, որ մարդիկ ականջ դնեն, այսինքն հնազանդ լինեն, լսեն հովիներին, առաջնորդներին։ Եվ ինչու, որովհետև ասում նրանք հսկի չեն դրված, ձեր հոգիների համար և անպայման պետք է պատասխան տան դրա համար։ Բայց տեսեք ինչու հետաքրքիր բան է գրված։ Երկու տարբերակ է, ասում է, հովիվներ կան, որ անում են, դա մարդկանց է կախված, հառաչանքով են անում, կամ ուրախությունով են անում։ Եվ որ ուրախությունով է անում, նա գիտակցում է, որ այդ մարդու գլխին պետք չի կանել և իրան պետք չի ղեկավարել, անընդհատ իրան հետևել, վստահում է նրան, որովհետև գիտի, որ այդ մարդը
Եվ նրանի ներկայության մեջ, և առավել ևս նրա բացակայության ժամանակ, անում է այն ինչ որ Աստծուն հաճելի է։ Եվ գրված է, երբ որ մարդկանց համար հովիվները հառաչում են, գրված է, հենց այդ մարդկանց համար դա օգտակար չի։ Կարդում եք, չէ՞։ Այսինքն, եկեք հայրական սիրտ, հայր, օրինակ, ծնող հայրը երբ որ քո որդին, ես որ շատ խելացի անում, լավ տղա է լինում, հա, որ դու իրան վստահում ես, ամեն ինչ ուզում ես իրան առաջ տանես, կներեք, որպես ծնողներ ուզում դες հարց տամ, ով չի ուզում, որ իր երեխեն իրանից ավելի լավ լինի։ Կա պես մարդ։ Կա մարդ, որ չի ուզում, որ իր երեխեն իրանց ավելի խելոք լինի, ավելի զորավոր լինի, ավելի ուժեղ լինի, ավելի առողջ լինի, ավելի գեղեցիկ լինի։ Մենք ամեն ինչում ուզում ենք, որ մեր երեխաները մեզանից լավ լինեն, չէ՞։ Այդպես է։ Եվ դա նորմալ է, դա հայրական, դա ծնողական վերաբերում կա երեխաների նկատմամբ։ Եվ Աստված է ուզում, որ մենք լավ լինենք։ Հիսուսն ասում է, չկա մեկը, աշակերտը չի կարող իր ուսուցչից ավելին լինի, տեսեք, ուզում ես բանը լավ հասկանալ։ Եվ հետո ավելացում է, եւ ուղարկվողը իր ուղարկողից ավելին չի կարող լինի։ Ինչու է Հիսուսը այս հերթականությունը դնում։ Նա ցույց է տալիս, որ Աստվածը բացարձակ ճշմարտություն է, եւ ճշմարտությունը չի կարող ճշմարտությունից որևէ մի բան ավելի լինի։ Ինչքան էլ Աստված ուզի, հասկանու՞մ եք, չէ՞, ինչքան էլ կամենա, մենք չենք կարող ճշմարտությունից ավելի լինի։ Ծնողը իր երեխայի համար ուզում է, որ լավ լինի, եւ դա հնարավոր է, որովհետեւ մենք սուրբ չենք, հա, կատարյալ։ Իսկ Աստված կատարյալ սուրբ է, եւ նա ուղարկել է Հիսուսին, Հիսուսը մեզ համար դարձել է որպես ուսուցիչ, վարդապետ, եւ մենք էլ որպես աշակերտներ պետք է ճշմարտության մեջ աճենք։ Եվ սա շատ կարևոր է, որ մենք հասկանում ենք, որ երբ որ մարդ չի աճում, նա դվայնայ է, երկու դվայնոյ կյանքով ապրում, հասկանում եք, երկու կյանքով, լավ, պարմաս։ Մեկը, որ հասարակության մեջ, եկեղեցու մեջ, եւ այլն, մյուս կյանքը իր անձնական կյանքն է, որը ծածուկ է հոգեվորների աչքից, հովիվի աչքից, որը ինք առանձին մի կյանք է ապրում։ Եվ Աստվածաշունչը Եբրայեցիս գրքի մեջ Պողոսը գրում է, որ ասում է, սա ասում է, հովիվների համար առաջնորեն հառաչանք է, հառաչում է, ցավում է իր սիրտը, ինչպես հայ, ինչպես ծնողի սիրտը կցավա իր զավակի համար, որը տան մեջ, որպես զավակ է, սիրով զավակ է, բայց հենց բավական է տնից դուրս գա, Պողոսներն են մի և ինչ վար բանաս ես անում է։ Եվ ծնողն էլ իմանում է դրա մասին, բայց քանի որ իր զավակն է, չի կարող ինչ-որ կտրուկ քայլերի գնա։ Չի կարող ասել, վսև, վերջ, ես քեզ չեմ կարաջում, դու իմ որդին չես։ Ծնողը ընդունում է, մոռանում է, փորձում է շտկել, փորձում է նորից վստահել նրան, բայց միևնույն ժամանակ հառաչում է։ Սիրտը ցավում է, ծնողները երբ հասկանում են ինչ եմ ասում։ Նույն էլ հոգևոր դաշտում է դա այդպես։ Եվ որ տեսնում ես մարդուն սիրտը ցավում է եւ հետաքրքիր է ու զավակի դեպքում էլ, ընտանիքի երեխայի դեպքում էլ գրված է, որ դա իր համար օգտակար չէ, երբ որ ծնողը հառաչում է երեխայի համար։ Եվ ոչ թե ուրախությամբ է վստահում նրան։ Հա, եղել է, չէ, որ ուզում ես վստահես տարածես, բայց կասկածում ես, գիտես, կարող ես փակի, բայց ծնողս տալիս ես, անում ես։ Կարող ես մատնի, բայց նորից անում ես։ Իսկ երբ որ անում ես եւ վստահ ես, որ չանում, դա ուրախությունով ես դու անում, առանց հառաչանքի եւ բարդ Տիրոջը նման մարդկանց համար։ Եվ շատ կարևոր է, որպեսզի հասկանալ, որ ասում են գործեք ձեր փրկության, կատարեք
Առավել ևս հիմա իմ բացակայության ժամանակ ահով ու դողով գործեք ձեր անձերի փրկության համար։ Հետաքրքիր որ մի մաս էլ Աստված ավտոմատ ձևով մեզ չի փրկում։ Ինչ որ մի մաս կա, որ կախված է մեզանից։ Ինչպես է ճանաչած այդ բանն ասմունքն է, չէ՞, ասում է խեղդողի փրկության գործը ինչն է։ Խեղդողի ձեռի գործն է, այսինքն մարդ եթե ինքն իր համար մի բան չանի, ինքը չի փրկվելու։ Եվ շատ կարևոր է որպեսզի ժողովուրդ գրքի մեջ 12-րդ գլուխ, դա վերջի գլուխն է, որտեղ որ ժողովուրդ գրքում գրված է այսպես 13-14 համաներում։ Բոլոր խոսքի վախճանը լսեք, Աստվածից վախեցեք եւ նրա պատվիրանները պահեք։ Որտեղ սա է ամեն բան մարդիս համար, որովհետև Աստված ամեն գործը բերելու է դատաստան, ամեն ծածուկ բանի հետ, թե բարի, թե չար։ Ասում եմ նորից դատաստան, նորից, այսա ժողովող գիրքն է, Սողոմոն գրած գիրքն է, իմ կարծիքով, այս գիրքը ինքը գրել է ավելի Յոսեֆ Ֆլավինն ասում է, որ Սողոմոնը ապրել է իր տվյալների մոտ 90 տարի։ Իսկ թագավոր է դարձել մոտավորապես 12 տարեկանում։ Մի ուրիշ տվյալները 14 տարեկանում, ժամանակակից հետազոտությունների արդյունքում ասում են 17-18 տարեկան։ Ամեն դեպքում երիտասարդ հասակում նա թագավոր է դարձել։ Կարծում եմ, որ հենց այդ հասակում է, երբ որ Աստված դրան իմաստությունը դրել, նա առակած գիրքն է դրել։ Հետո կարծում եմ, որ նա սիրահար է, պատանեկան տարիներում սիրահարեց եւ երկրորդ գիրքը գրեց։ Կարծում եմ, որ հասուն տարիքում, դա իմ կարծիքն անորից եմ ասում, հասուն տարիքում նա գրեց այս գիրքը, որը կոչվում է ժողովող գիրքը։ Հա? Բայց սա արդեն ինքը մեծացած տարիքում, որ կյանքից մի բան հասկացած եւ նաեւ Աստծուց հեռացած վիճակում, ընկած ժամանակ, այսպես ասեմ, Աստծուց ուրացած, կուրթերին արդեն երկրի պատգերելուց հետո։ Եվ նա գնում է գրքի վերջում, ասենք վերջի բանն ասում է։ Ասում է, լսեք, ասում է, բոլոր խոսքի, ասենք Աստծո խոսքի վախճանը, որպեսզի հասկանալի լինի էությունը, վախճանը էություն, կամ է վերջաբանը, կամ է էական նշանակությունը խոսքի, ինչ նշանակություն ունի մեր կյանքի մեջ, Աստծո խոսքը ինչ է մեզ թերացնում, ասում է լսեք, վախեցեք նրանից, չէ, եւ նրա պատվիրանները պահեք, որովհետև վերջում դատաստանի առաջ եք կանգնելու, երկու բան, վախեցեք Աստծուց եւ կատարեք նրա խոսքը։ Եվ միևնույն է, որովհետև մարդ կանգնելու է Աստծո առաջ։ Եվ մենք ոչ թե պետք է նայենք ասենք ինչ որ ասում է իմ բացակայության առավել ևս իմ այս սովորեք այս բանի մեջ ավելի հմուտ լինենք, ավելի փորձառու լինենք։ Ոչ թե ուղղակի եկեղեցում մենք գանք ու մտածենք ինչ լավ այսօր եկան Աստծո հետ հաղորդություն ունեցանք։ Բայց դերից հեռանալով մենք մոռանանք, որ ով է մեր Աստվածը, ով է մեր Հայրը։ Հա? Այս երբ որ մենք հաղորդություն ենք ունենում Աստծո հետ, միշտ հիշենք, որ մենք նրա հետ հաղորդություն ունենք ինչպես որդիներ։ Իսկ որդիները երբեք չեն մոռանում։ Իրար որ գնում են, նրանք նույն իրար ծնողի ազգանունը կրում են։ Իրանց անձնագրի մեջ գրված է իրանց ազգանունը։ Եվ որտեղ որ գնում են նրանք ներկայացնում են իրանց հորը եւ հայրանուն ունեն նրանց, ազգանուն եւ հայրանուն, եւ ոչինչ չեն կարող, երբեք մարդը չի կարող, նույնիսկ ազգանունը կարած փոխել, բայց երբեք մարդ չի կարող իր հայրանունը փոխել։ Ասում ումից դու ծնված ես, դու երբեք դա չես կարող փոխել։ Դու կարաս ազգանուն փոխես եւ այլն, բայց հայրանուն դու երբեք չես կարող փոխել։ Եվ սա շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք։ Եվ Պողոսն ասում է
Միշտ հիշեցեք, իմ բացակայության ժամանակ, խնդրում եմ, փոքր երեխաների նման չեք, որովհետև երբ որ փոքր երեխան փոքր ան, անդադիր իրան հետևես, այս ճաշը տաս, այս շորակը, դու այս շորակի որ չմցես եւ այլն, ո՞ս ասում ես, դուք արդեն փոքր երեխաներ չպիտի լինեք, դուք պիտի մեծահասակ լինեք, հասկանաք ով եք դուք։ Եվ 13-րդ համարում հետաքրքիր է, ասում որովհետև ինչու մենք պիտի առանց ինչու Պողոսի բացակայության, հոգևոր հովիվների բացակայության ժամանակ առավել ևս հոգևոր լինենք, առավել ևս հասուն որոշումներ կայացեք, առավել ևս հասուն վերաբերմունք ունենանք ընդհանրապես մեր շրջապատի հետ։ Գրված է, որովհետև Աստված ինքն է, որ ինքն է ձեր մեջ ներգործում։ Լսում եք ինչ ասում, որովհետև հենց Աստված ինքն է մեր ներսում ներգործում կամենալներ ու կատարելներ, ըստ իր բարի ծրագրերի, ըստ իր կամքի, այսինքն Աստված է մեր մեջ մեզ հորդորում, մեր մեջ ցանկություն ծնում եւ գործներ, երբ որ մենք անում ենք նրա ըստ նրա կամքի, դա էլ Աստծուց դրված մեր ներսում սիրելիներ, կամ մարմինն է քեզ մեջ ծնում ցանկություն եւ քեզ դրդում է քայլերի, կամ էլ Աստված։ Երբ որ Հիսուսին խաչում են, Հովհաննես 19-րդ գլուխ երևի, 19-րդ համարից, 28-րդ համարից կաների։ Գրած է, երբ որ Հիսուսը հասկացավ, որ ամեն ինչ կատարված է, այսինքն վсё, Աստծո ծրագիրը կատարվում է, խաչի վրա, երբ որ նա ասում խնդրում եմ կանալ բացես, Հովհաննես 19:20 Երբ որ նա իմացավ, որ ամեն ինչ կատարված է, որպեսզի իրականանա գրվածը, Աստծո խոսքը, ճշմարտությունը, նա մի բան ասեց, ծարավ է, ռուսերեն գրած է ժաժդու, ծարավ են, հապագում են, կարծում եմ հասկանում եք, որ Հիսուսը ուղղակի սովորական ջրի մասին չէր խոսում, որովհետև նրա ջրի տեղը քացախ տվեցին, եւ դա էլ գրված էր, եւ չեմ կարծում, որ Հիսուսը ջրի մասին էր խոսում, գրված ասում է, երբ որ նա իմացավ, որ ամեն ինչ արդեն կատարված է, ասես փափագում եմ, մինչև վերջը Հիսուս ասում է, փափագում եմ, որ Աստծո ծրագիրը իրականություն դառնա։ Եվ երբ որ 30-րդ համարում գրված է, երբ Հիսուսին քարացախը բերանը առավ, ասաց, կատարված է։ Տեսեք, ծարավ է եւ կատարված է, եւ գրված է, հոգին ավանդեց, վերջ։ Շատ կարևոր է ով է քո մեջ այդ ցանկությունը ծնում։ Որովհետեւ 13-րդ համարում ողջ գրում է, որովհետև Աստված է, որ ձեր մեջ ներգործում է կամենալն ու կատարելը ըստ իր բարենաճ, բարի ծրագրի։ Ով է մեզ ծնում եւ ով է մեզ ստիպում դրդում գործելու։ Սա շատ կարևոր է։ Որովհետև եթե բացեք առաջին Կորինթացիս 1:20 դուք երկու բառ կկարդաք, այո եւ ամեն։ Կարող է բացել երկար տալ։ Գիտեք ինչ, այո, ասում ենք մենք համաձայնվում ենք։ Ով է տեսել, որ մարդիկ կան, որ եկեղեցում հատուկ իրանք ամենաբարձրն են ասում ամեն։ Կամ են ասում հալելույա, փառավորվի։ Ուզում եմ ձեզ մի բան ասեմ։ Աստված միշտ փառավոր Աստծո փառքը, որ մենք այսօր կարող տեսնում եք, դա խաչի փառքն է, խաչի վրա նրա փառավորվելն է։ Եվ երբ որ մենք ասում ենք այո, կարծես թե համաձայնում ենք, ասում ենք այո, դա ճշմարտությունն է, եւ երբ որ ասում ենք ամեն, ասում ենք թող այդ ճշմարտությունը կատարվի իմ կյանքում, համաձայնում ենք այդ ճշմարտության հետ։ Գիտեք որ ամենը դա նշանակում է թող այդպես լինի։ Ես համաձայն եմ եւ թող այդպես լինի։
Եվ երբ որ մենք կարդում ենք առաջին Կորինթացիս 1:20-ում գրված է հենց այդ խոսքերը, չգիտեմ, երբ կաներս քին ուշադրում, որտեղ Աստծո այդքան խոստումները նրա մեջ իրենց այոն գտան։ Այսինքն Աստծո խոստումները, չէ, Հիսուսի մեջ, այսինքն բոլոր մարգարեական գրքերը, չէ, Հիսուսի մեջ իրենց այոն գտան։ Եվ գրված է դրա համար նրանով է ամենը, այսինքն եւ սկիզբը եւ վերջը Հիսուսի մեջ է։ Այսինքն նա երբ կամենում, որ ներգործում է մեր մեջ, հա, 13 գլուխը նորից, որտեղ Աստված է որ ձեր մեջ ներգործում է, կամենալով ու կատարելն է։ Այսօր ում մի բան ես ասում է կամենալ, այսինքն ցանկանալ։ Ինչ ասում, չէ, ես էսի չեմ ուզում, էսի եմ ուզում, այսօր այնքան ամբիցիաները, այն ամեն մարդ իր բաները, էսի սիրում եմ, էսի չեմ սիրում, այս քարոզիչին լսում եմ, այս հովիվին չեմ լսում, այս եկեղեցին լավն է, մեկը վատն է, այնքան հետաքրքիր է, որ մենք Աստծուն տեղ չենք տալիս, որովհետև գրված է նա է մեր գործում եւ կամենալն է եւ գործելն է նրա բարեհաճ կամքով ծրագրի մեջ։ Աստծուն տեղ չենք տալիս, մի տեսակ, գիտեք են, ուղղակի ամեն ասողներ ենք դարձել, բայց առանց գիտակցելու ինչ է նշանակում ամեն, կամ այո եւ ամեն։ Սիրում ենք, հա, կամ գոռալու, հալելույա, գոռում, արքին տալիս Տիրոջը, բայց չենք մտածում, որ Տերը փառավորում այն մարդկանց սրտերի մեջ, ում մեջ ներգործում է, հա, եւ կամենալը, եւ գործելը իր ծրագրերի, բարեհաճ ծրագրերով։ Եվ դրած է, որ ամեն բան առանց տակտմանքի, առանց տակտմելու արեք, հա, առանց վիճաբանությունը, ինչ ասում տակտմանքի և առանց վիճաբանությունը, որտեղ կա շատ վիճաբանություններ, ուրեմն նորից կա բացարձակ ճշմարտությունը, որը հայրից է, բայց կան տարբեր մեկնաբանություններ, երբ որ գիտեք այդ տարբեր մեկնաբանությունները որտեղից ծնվեցին, տարբեր մոտեցումները ճշմարտության, հեռու չգնանք, ընդհանրապես գնանք ծննդոց գիրքը Ադամի և Եվայի ժամանակ։ Այդ ժամանակ ծնվեց այդ ամեն տարբեր մեկնաբանությունները։ Աստծո խոսքը ծնվեց այդ ժամանակ։ Աստծո խոսքի մեկնաբանությունը ծնվեց այդ ժամանակ։ Երբ որ Սատանան եկավ, այս ճիշտ էր ասել Աստծուն, այսինքն կարը ուրիշ կարծի։ Նոր մի հատ մեկնաբանություն բացվեց։ Իսկ ճիշտ է ասել Աստված։ Եվ այսօր շատ բաներ կան, վիճաբանություններ կան, եւ կան տրտմանք, հա, տրտմությունը որտեղից է գալիս, երբ որ մարդ ինչ-որ մի բան չի հավանում, ինչ-որ մի բան իր սրտով չի տրտմում է։ Այսօր մեկին մի քիչ չեմ ասում կոպիտ, բայց եթե մի քիչ չոր պատասխանես, բայց ճշմարտությունով, հա, սիրով, մարդիկ տրտմում կարող նեղանան նույնիսկ, նեղվեն։ Գիտեք մի բան ասեմ, ցավալի եմ ասեմ, բայց մարդ կա կարող է եկեղեցի չգա։ Ինչի համար, որ ինչ-որ մեկը սխալվել է, մի քիչ չոր է խոսացել հետը։ Կամ ինչ-որ մի բանի մի քիչ ուրիշ գնահատական է տվել։ Ես ընդհանրապես ուզում եմ ձեր մեջ այդ հոգևոր բանը արժեքները ավելի բարձրացնեմ, առաջնահերթ դարձնեմ։ Ընդհանրապես ես իմ հայտնությունն ունեմ, երևի թե հիշում եք այսօր լավ էր մեր քույրիկին ասացի գլուխս սարմա, մի հատ դեղ տխում եմ ասել, դեղ չկա աղոթում ենք քեզ համար։ Այդ լավ է, որ հոգևոր արժեքները առաջնահերթ են դառնում, քույրեր, եղբայրներ, ես շատ հաճախ լսում եմ, մեկս մյուսի հետ խոսում եք, մեկ ասեք ինչ-որ խնդիրներով, ինչ-որ հիվանդության հետ կապված խնդիրներ, ինչ-որ հոգեբանական ինչ-որ անհանգստության եւ այլն, մենք միշտ ուրիշ բաների մասին մտածում, վերջին հերթում Աստծո մասին, աղոթքի մասին։ Մենք այդպիսինը չպիտի լինենք, մենք ընդհանրապես պետք առաջնահերթ Աստծուն տեղ տանք, հետո մնացած բաները։ Ես չեմ ասում ընդհանրապես պետք չի դեղ ունեն եւ բժիշկների կամ ինչ-որ ուղղակի ես միշտ հիշում եմ մի բան, որ
մեկը էլիտեզի ջոր խնդիրներ ուներ, մյուս գույրիկին մոտենում այդ խնդիրներով, ասում այսպիսի խնդիրներ, ասում արի քեզ տանեմ հոգեբանի մոտ, հետո տանում հոգեբանի մոտ, հետո այս հոգեբանը այնպիսի դեղեր է նշանակում, որ այս մարդը երկար ժամանակ չէր կարող դզվել, խելքի գար, Եվ շարունակում այդ խնդիրները առաջի անգամ չի սա մեր եկեղեցում չի մեր եկեղեցում ընդհանրապես ես կարծում եմ առաջնահերթ Աստծուն են սիրում են մեջ տես մարդիկ չկան որ մի անգամից դեր են առաջարկում այդ ուրիշ եկեղեցիների մասն են խոսում բայց ամեն դեպքում մենք պետք է աշխատենք որ մենք միշտ առաջնահերթ Աստծուն տանք Եվ այս ամենը ինչի համար է պետք որպեսզի գրված է որպեսզի անառատ Լավն է, չէ՞ ես խոսքը, որպեսզի անառատ Աստծո անբիծ և անմեղ զավակներ լինեն։ Ինչի համար, այն կամակոր, տեսեք, և խոտոր սերնդի մեջ, որի մեջ պիտի երևանք որպես աշխարհում լույս տվողներ։ Որտեղ այս աշխարհի մեջ ենք մենք ապրում, բայց մենք պիտի տարբերենք այս աշխարհից, այս կամակոր գրող հետաքրքիր է, չէ՞ նկարագրված։ Կամակոր և խոտոր սերնդի մեջ մենք պիտի լույսի նման վարվենք, Աստծո զավակները պիտի տարբերվեն։ Եվ գիտեք, երեք ձեզ համար մի քիչ բան է, եղել է, որ ես մտել եմ եկեղեցի, մեծ եկեղեցի, որտեղ որ չեմ ճանաչում ես ով եմ, չգիտեմ, որ ես հովիվ եմ։ Եվ որ մենք մտել ենք ես ընտար, մտել ենք փորձել ենք վերջում ենք մեր բալիկիների հետ ենք, բարձր քրիստիանայք ինչ-որ էր դեռ, փորձում ենք հետև նստեինք։ Երբ որ մոտեցանք, որ նստենք երեխայի հետ հետևի շարքում, մի երիտասարդ աղջիկ, շատ կոպիտ մեզ հետ վերաբերել։ Դեք ես կարելի է նկատողությունը, կարելի է ինչ-որ մի բան ասել, չէ, այստեղ մի նստեք, այստեղ կներեք զբաղված է և այլն, այս մի բան, չէ, ինչ շատ կոպիտ, քիչ երևում բրդելով այդպես, խոսած մեզ հետ, ասես այստեղ մի նստիկ, այստեղ ես իմ ով է նստում, վերջը, բայց շատ ազատ տեղեր կային, վերջը, մենք ասեցիք կներեք, մենք երեխա հետ ենք, մենք կարելի այստեղ, ասես չէ ու չէ, ու երբ որ ենք մեզ հետ այդպես կոպիտ էր խոսում, հենց իրանց հովիվը Հենց առաջի շարքերից, իրաց հովիներից մեկը, հովի օգնականը, տեսնելով, նկատելով, մեզ վազելով եկավ և մեզ դիմավորեց, ես աղջիկ այս քույրը, ասում եմ քույր, բայց չգիտեմ քույրը թե չէ, որովհետև այս քույրը, երբ որ այս աղջիկը, երբ որ հասկացավ, որ ես հովիվ եմ, իր դեմքը փոխվեց, մի հատ ժպիտ իմ դուրս եկավ, արդեն գիտեք, արդեն կարելի է այդտեղ նստել, ամեն ինչ, արդեն և ասայն զարմացրեց, շատ զարմացրեց, հետո շատ բաներ կան, որ մենք այդ պատճառով մենք չենք տեսնում, որտեղ որ գրում ես, գիտեմ որ դու հով ես, դու միան լավ վերաբերում ես տեսնում, բայց ժամանակ առ ժամանակ Աստված ցույց է տալիս նման բաներ, և երբ որ այս խոսքը կարդում եմ, որ ասում եմ, ոչ թե միայն իմ ներկայության ժամանակ, առավել ևս իմ բացակայության ժամանակ քրիստոնյա եղել, Աստծո զավակներ եղել, պետք չի ձևական բաներ անել, ձևական ժպի, վայ եղբայրս, վայ իմ հովիվս, վայ իմ քուրս, վայ իմ մարդիկ կան, որ նույնիսկ իրաց կանանց նկատմամբ սեր են ցույց տալիս հասարակության մեջ չկարդի, իրեք տունը ցույց տոսել։ Պետք չի հասարակությանը ցույց տալ, որ կողքին է։ Քո երեխան, հասկանում եք, չէ, առավել ևս, ասում է, իմ բացակայության ժամանակ զավակները։ Եվ մի քանի տեղեր կկարդամ ձեզ համար։ Երկրորդ Պետրոս առաջի գլուխ։ Կարդում եմ 3 և 4 համաներ։ Նրա աստվածային զորությանը մեջ շնորհեց կյանքի և աստվածապաշտության վերաբերող ամեն ինչ։ Ճանաչեցնելով նրան
որ խնդրեմ գարկ նվագել, մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ, որոնցով ամենամեծ ու պատմական խոսուններն են մեզ տրված, որպեսի դրանցով աստվածային բնությանը հաղորդակից լինեն աշխարհիկ ցանկության ապակարգությունից խուսափելով։ Նորից, մենք այս աշխարհի մեջ հիշում եք խոտոր ուզում եմ նորից կարդամ կամակոր և խոտոր սերնդի մեջ պետք է լույսի նման վառվենք և այստեղ են գրված որ մենք աստվածային զորության նրա զորությունով մեզ շնորհված է կյանքի և աստվածապաշտության համար ամեն ինչ հակաս ոչինչ չկա այսինքն որպեսզի լույս լինես այս աշխարհում որպեսզի դու այս աշխարհի մեջ Աստծո զավակ երևաս ոչ մի պակաս բան չունես ճշմարտությունը ուղարկողը ուղարկել է նրան ով ուղարկվել է այստեղ այդ ուղարկվածը մեզ համար ուսուցիչ է դարել իսկ մենք նրա համար աշակերտներ եւ երբ որ մենք ուշադիր ենք մեր ականջները կամ գրվածը հնազանդ լինելով խոնարհ եւ հնազանդ լինելով այդ ճշմարտությունը նա մեզ սովորեցնում է թե ինչպես մենք կարող ենք աստվածային բնությանը հաղորդակից դառնալ հա ինձնեն չի լինում ասի մարդ որ ծնվում է ինքը չի ծնվում արդեն այդ հատկություններով որ աստվածային բնությանը նման լինի հաղորդակից լինի, Աստծուն նմանվել, ոչ, մարդը ծնվում է հատված մեղանչելով, հատված մեղ գործել, նույնիսկ փոքր երեխաները, նկատել եք, որ ընդհանրապես երեխաների մանկական հոգեբանները եւ այլն միշտ սովորեցնում են, որ երեխաներին արգելք բառը սովորել, չէ բառը, լսել եք երբեք։ Իհարկե կան բաները ասում մի արգելեք բայց այդ որ չես են արգելում մեկ կյանքն է նրա սովորացնում արգելքներ թե չեք իմանում դրա մասին մեկ երեխան մեծանում է նա սովորում է արգելքներ կյանքն է նրա սովորած ստիպում է օրինակ եթե մեքենա է վարում եթե կարմիր լույս է դա արգելք է պիտի կանգ առնի եթե կանգ չառնի ավտոբուսը թարի մեջ կընկնի եւ կսովորի մյուս անգամ կանգ առնի Նրանք կան ծնողներ, որոնք թույլ չեն տալիս, որ նա ավտոբուսի մեջ ընկնի, ասում են տղա ջան, կարմիր լույսը պետք չի անցնում։ Չէ՞, մենք սովորողների, ինչ են մենք սովորած, որովհետև նրանք հատված են մեղ գործել, հատված են սխալ քայլեր անելու, փոքր երեխաները, ինչ երեխա, երբ որ մեծանում է, որտեղ ասում են չարություն բառը, որ մենք ասում ենք չարություն, թե ես չեմ կարծում, որ դա լավ բառ է բայց որտեղից այդ չարը են ասում մտածել եք երբևիցե հենց դրանից է որ այդ մարդ ծնվում է այդպես եւ մենք երբ որ Հիսուսին ճանաչում ենք մենք այդ ժամանակ սկսում ենք սովորել Հիսուսն է մեզ բացում դա այդ ճշմարտությունը եւ դաստիարակում է մեր մեջ ներգործում է սովորացնում է մեզ զավակներ հպել թե ինչպես հպել աստվածային բնությանը եւ նմանվել նրան Նա մեզ ցույց տալիս որն է բարի, որն է չարը, բայց մի մոռացեք նրա խոստումները, մի նայեք քո այս պահին քո քթի առաջ երևույթներին, հա? Ո՞րին ամեն ինչին Աստծո աչքերով նայեք։ Եվ գրված է, որովհետև նա կանչեց մեզ նրա փառքով, որպեսզի դրանցով աստվածային բնության հաղորդակից լինեն աշխարհիկ ցանկության ապականությունից խուսափենք։ Ինչի՞ է պետք խուսափենք։ Որտեղ աշխարհիկ ցանկությունները մեզ չեն տանում Աստծո բնության հետ հաղորդակցում։ Նա տանում աշխարհի հետ հաղորդակցում։ Ինչպես բոլորիս հայտնի է, ում հետ հաղորդակցվես, ասա ով է ընկերը, ասել ով ես դու։ Զարմանալի չէ, որ
ընթացքում եկեղեցու ընթացքում մեր արդեն 15 տարի է եկեղեցու ընթացքում որոշ մարդիկ չեն հաստատում, կորում են։ Ինչու որովհետև կա ուրիշ միջավայր, որտեղ նրանք հաղորդակցում են։ Եվ որտեղ որ դու ավելի շատ ես հաղորդակցում, դա ավելի մեծ ազդեցություն է ունենում քեզ վրա։ Եվ կարող եք գրել կամ կարող եք ասել մի հետաքրքիր բան եմ ասում։ Աստվածային բնությունը այնքան հետաքրքիր է, որ մեզ բաց է պատկերացնում, ես ոնց բան, Հիսուսի միջոցով, խաչի միջոցով մեզ բացվեց ամբողջ երկինքը, որ մենք կարող ենք աստվածային սրբության հետ հաղորդություն ունենալ։ Եվ մի բան ասեմ, գրեք, կարող եք գրել, կարող եք ինչպես Աստված հաղորդակից եղավ մարդկային բնությանը ի հակառակ բնության, այնպես էլ մարդը հաղորդակից եղավ աստվածային բնությանը ի հակառակ բնության, որովհետև դա անբնական է։ Ինչպես Աստված, տեսեք նորից, ինչպես Աստված հաղորդակից եղավ մարդկային բնությանը, Հիսուսը իր բնույթով մարդ դարձավ։ Ինքը 100% մարդ է և Աստված, որը գերբնական է, իր հակառակ բնությանը, չի կարող, բնության մեջ բնական չկա։ Դա գերբնական է, դա ոչ սովորական, դա ոչ ֆիզիկական մարդիկան, չէ, որ ուզում գիտականորեն մոտենալ։ Չես կարող գիտականորեն մոտենալ Աստվածաշնչին, Աստծո խոսքին, ճշմարտությանը, չես կարող Աստծուն գիտականորեն լոգիկայով մոտենալ, որովհետև սա բավական է, որպեսզի այս պահը եթե փորձես հասկանալ, չես կարող։ Որովհետև դա անբնական է, դա ոչ ֆիզիկայով չես կարող հաստատել, որ Աստված հաղորդակից եղավ մարդկային բնությանը, բայց ի հակառակ բնության և բոլոր օրենքների։ Նույն ձևեր, տեսեք, մենք մարդիկ հաղորդակից ենք եղել Աստծո բնությանը նորից ի հակառակ բնությանը։ Դա էլ է գերբնական։ Ոչ մեկ չի կարող ասել, դա ոնց է, որ երբ որ մենք հաղորդակից ենք եղել, և մարդ փոխվում է, այն ինչ որ բժշկությունը, այն ինչ որ գիտությունը հերքում է, ինչ-որ հիվանդություններ բժշկնասման, դա անհնարին անբուժել է, այս մարդը կյանքում չի փոխվիր, այս մեկը կյանքում չի բժշկվիր, և այլն, սրանք երբեք երեխա չեն ունենալ, երբեք անբնական ձևով, գերբնական ձևով եկեք ես բարով ծառացեմ, գերբնական ձևով է ամեն ինչ ուրիշ ձև ալում, ի հակառակ բնության, և դա տրված է որդիներին, զավակներին, դրա համար ես շատ ուզում եմ, խնդրում եմ և հորդորում եմ, սիրելիներ, այդ հոգևոր այդ բանը մենք բարձր պայք այդ արժեքը և ամեն ինչին մեր ռեակցիան, մեր վերաբնուքը հոգևոր լինի։ Շատ աղորդներ, հավատքը մեր զորանա, առաջնահայտ, միշտ ամեն ինչի մեջ առաջնահայտ Աստծուն դնեք և հիշեք, որ նա գերբնական Աստված է։ Եվ երբ որ մենք հաղորդակից ենք լինում Աստծո հետ, մենք հիշենք, որ մենք նրա զավակներն ենք։ Այլ ոչ թե ուղղակի այցելումներ ենք, գալիս ենք այստեղ, այցելում ենք, հաղորդակից ենք լինում Աստծո հետ ու գնում։ Սիրելիներ, եթե բաց կամերեր չենք, այցելումներ չենք, հյուրեր չենք, մենք որդիներ ենք, այսինքն ամբողջովին ժառանգում ենք Աստվածային երկինքը և նրա բնությունը մեզ համար բաց է, մենակ ար ու ար, իհարկե դա այնքան անհասանելի մի բան է, բայց միևնույն է, այդ փափակը Հիսուսն ասում է, ես ծարավ եմ, հետո ասում է կատարվեցա, իրեք այդ ծարավն է մեզ տանելու երկին, ով է ծարավ Աստծուն, նրա ճշմարտության խոսքի փափակը, ծարավը, երբ որ եղբայրները, քույրերը միշտ պատրաստ են Աստծու գործի համար կանգնել, ես երբ որ պատկերացրու առավոտը վեր ես կենում հայր ես, ու տունը պիտի աշխատանք անես, աշխատում ես, բայց որդիդ քնած է։ Եվ ամեն անգամ պիտի գնաս նրան արտնասես, ասես, բավաս վեր կաց, ախր սա քո տունն է, իմը չի, սա վերջը հետո քո տունն է, արի մի բանը դու արա, մենք երկու երեք հետո դու հոգնում ես, այդ չես էլ արտնասնում, բայց պատկերացրու, որ մինչև դու արտնանում ես հայրը, տեսնես որդիդ արդեն գործիքները ձերքին քեզ ասպասում։ Էլ պետք չի իրան արտնասնես,
ինքը գիտակցում է, որ դա իր անում է։ Այդպիսին է պիտի լինենք մենք, Աստծո որդիներ, ուժեղ, զորավոր, կանգնած, միշտ պատրաստ, առաջընկած, միշտ որ Աստծո գործը, եթե այսօր ասես մարդկանց խնդրում ես, աղաչում ես, հենց ասում օրինակել ես ծառայում, ամեն ինչ անում են, բայց մի տեսակ քնած են, ինչու, որտեղ այս աշխարհն է այդպիսին։ Մոլորված է, այդ բառը նորից, այդ նախադասությունը պիտի նորից կարդամ։ Կամատոր և խոտոր սերունդի մեջ բնակվում են։ Ես կասեմ նաև ծույլ սերունդի մեջ։ Մի տեսակ ծույլություն կա, ճիշտ ամեն այդ տեխնոլոգիաները, ամեն ինչ զարգանում, բայց մի տեսակ ծուլացնում է մարդկանց։ Իսկում եք ես ամեն ինչը, այդ կոմունիկացիաները, ամեն ինչ շատ բարձր աստիճանի զարգացած է, չէ՞, եթե համեմատեք 50-60-70 տարի առաջ ու հիմա անհամեմատելի զարգացած է։ Բայց կներեք ժողով ջան, բայց այդ ամեն ինչի հետ մեկտեղ մարդիկ ավելի շատ հոգնած են։ Ավելի շատ հոգնած են, գիտեք, հազարավոր կիլոմետր ինքնաթիռով են գնում, ոտով չեն գնում։ Եվ ավելի շատ են հոգնում, քանի 1000 կիլոմետր մարդիկ ոտքով են գնում։ Էշով, ձիով։ Ասեք ինչն է պատճառը, երբևէ մտածել եք այդ մասին։ Այսօր բժշկությունն է շատ ուժեղ զարգացած, ամեն ինչը։ Ինչ-որ ինֆորմացիա չկա, որ ուզես իմանաս, այն Google-ը քիչ է հիմա այն նեյրոնա դուրս եկել, հա, իսկուսственный ինտելեկտ։ Առաջ ասում են Google-ին հարցրու տասի, հիմա իսկուսственный ինտելեկտն է։ Ամեն ինչ փոխվել է, այս աշխարհում ամեն ինչ փոխվել է, բայց մի բան հիշեցեք, միշտ Աստծո հետ հաղորդակից լինել, նրա դրությամբ մեր հաղորդակցությունը դա կերբնական է։ Դա ոչ մի ռոբոտ, ոչ մի ինտելեկտուալ, ոչ մի գիտնական ձևով, ոչ մի ձև չես կարող դա լրացնել։ Մարդու հոգին միշտ ձգտելու է Տիրոջը, պիտի ծարավը և փափագը միշտ վեր հոգի մեջ լինի։ Եվ դրանով մենք առաջում որպես զավակներ։ Ինչպես զավակները, հա, լավ զավակների մասն է խոսում, որ կարոտում են իրաց ծնողներին, ուզում են հպտել, ուզում են երեխաներին հարց են տվել։ Ասել են, ինչ կուզեք փոխվեն ձեր ծնողների կյանքում, ձեր հոր հայրերի կյանքում, գիտեք ինչ են ասում։ Բացարձակ բոլոր երեխաները ինչ են ասում։ Հիմնականում մեծամասնությունը պատասխանեն այսպես, որ իմ պապան ինձ թույլ տա։ Խաղալի կառնեմ, կինո գնամ, որտեղ ուզեմ գնամ խաղամ եւ այլն։ Հիմնական պատասխանը սա է։ Ոչ մի երեխա չի ասել, շատ կուզեմ, որ իմ պապան ինձ հետ ավելի շատ ժամանակ անցկացնի։ Ինչու՞։ Որ այդ կարողական մտածելակերպը դրված մարդկային բնության մեջ։ Եվ ասում են, այսինքն ուրիշ խոսքերով հիմնական երեխաներն ասում են ավելի քիչ արգելքներ դրեն մեր համար։ Այս է։ Բայց միշտ հիշեցեք, Աստծո խոսքը ասում է. ես կուզեմ ծառայեմ սիրով, ուրախությունով, ոչ թե հառաչելով։ Գիտես, հառաչում եմ շատերի համար։ Մի երիտասարդ ինձ ակեց ասես, կիրակի օրը գալու եմ և դու ինձ կտանես ռեաբիլիտացիոնի ցենտր, հերիքա հոգները, ուրախացել էի, բայց հիմա հառաչում եմ, ինձ չկա։ Եվ շատ կարող շատ պատմություններ պատմեմ։ Աստված օրհնի ձեզ։ Եկեք կանգնեք աղոթելով։